գնացեք ապրեք այնքան մինչև մեռնեք եւ վերջ։ Այս երկիրը ձեզ պետք չի։ Դուք կառուցել եք, բայց մենք պետքա տանենք ձեզանից։ Բայց ուր տանեն։ Թուրքերին, Ադրբեջանին, ոչ։ Հայը պետք է իր հողում ապրի, հողում, որ իր երկիրը ծաղկի եւ ցիգան չդառնա, որ ամեն տեղից տշեն ասեն, «Պաշոլ դու ցիգան ես»։ Երկիրը մեր պետք է պահենք, ոչ թե երկիրը ծախենք Ադրբեջան կամ Թուրքիա։ Ադրբեջանն ու Թուրքիան լավ հարստացել են արդեն, հերիքա մեր կաշին քերթեն։ Այդ է պետք որ մարդիկ մտածեն, ժողովուրդը աշխատի մի կտոր հացի փող։ Всё, ուրիշ ոչինչ չեն ուզում։ Իրանք ոչինչ չեն տվել, ոչ տուն են տվել մեզ, ոչ հարստություն, ոչ փող, ոչ կալվածք, ոչ մեքենա։ Իրանք են հարստացել։ Մենք մեր եղածը, որ ժամանակին մեր պապերը, մայրերը, հայրերը, իմ հայրս կառուցող է եղել ամբողջ Հայաստանը, շինարար մարդ է եղել։ Կառուցե թողե գնացել է մի հատ տուն են տվել, ասում է տուրնձի, ինչի տամ։ Իմ ծնողս տանջվել է, ինձ տվել է այդ տունը, իր տանջանք, իր գումարը գնացել է այդտեղ, բայց ես հիմա ինչի իր տունը տամ։ Տվել է, որ իր երեխեն ապրի, Լյուբոյինն էլ նույն ձև է։ Ծնողը տանջվել է, իր երեխի համար ստեղծել է, իրանք ոչինչ չտալով ուզում են մեր տներն է տանեն։ Վարձով է չէ, ասում է եկեք այստեղ Բաղրամյան փողոցի վրա ձեր հետ կնստեմ հաց կուտեմ, բայց դու կանստի ուտի, հետ եկել ենք։ Մոռացա, 6 տարի առաջ էդ էին ասում։ Ինչի՞ պիտի տամ ես իմ ծնողս փողացի, ծնողս տանջվել է։ Չէ, ադավես չեմ։ Կողնեն մարդիկ մի կտոր հաց ուտեն, վերջ, այս լյուբոյը ստեղ մի կտոր հացի համար է նստած։ Ուրիշ ոչ մի բանի համար։ Կոմունիզմ քարոզում էին, կոմունիզմը ինչ էր անում։ Մի ամիս արձակուրդ տալիս է, 13 աշխատավարձ տալիս է, պուջովկեն տալիս է, իմ մամաս համխի աշխատող է եղել, համխում է աշխատել, ամբողջ իր բանվոր դասակարգը գնացել է հանգստանալու։ Ես այսենց անվճար, այո, ճամբարը տարել է իմ մամաս իր հաշվապահ լինելով, երեխաներին տարել է ճամբար, տեղավորել է, 15 օրը մեկ գնացել է ստուգման, եկել է, որ այդ երեխեքը հապահով ապրեն, միս ուտեն, կարակ ուտեն, իրան ժամին պարապեն, զբաղվեն։ Բուժումը եղել է անվճար, եղել է։ Ես բուժվել եմ անվճար, բուժվել եմ, ապրել եմ։ Հայրս մահացել է, մայրս ապայել 2 երեխա, բայց ապրել ենք։ Սովորել ենք, կրթվել ենք, ամեն ինչն էլ ունեցել ենք մեր չափով։